Հայաստան-Վրաստան սկանդալային խաղին, որն ավարտվեց ընդհանուր 9-1 հաշվով, մասնակցել եւ Վրաստան էին մեկնել իշխանական էլիտան, բացառությամբ 2 նախարարի։ Դեպի Վրաստան թռիչքն իրականացվել է կառավարական ինքնաթիռով։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ 2025 թվականի մարտի 23-ին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին հանձնարարվել է աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։ Նիկոլ Փաշինյանի հետ Վրաստան էին մեկնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիձյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման ծրագրի ավիացիոն ծառայությունների մատուցում միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին։ Արմնուր-ԵՄ-ի հարցմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից փոխանցեցին, որ նախարարները Վրաստան մեկնել են նախարարությունների բյուջեների հաշվին, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գործուղման շրջանակում վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրվել է 145,240 դրամ օրապահիկի վճարման համար։ Հարկ է նշել, որ մասնավոր ինքնաթիռների վարձակալության դեպքում 1 ժամվա թռիչքի արժեքը կազմում է 400-ից մինչև 1 միլիոն դրամ, սակայն կառավարական ինքնաթիռի դեպքում այս թվերը կարող են զգալիորեն տարբերվել, կախված տարբեր գործոններից։ Հարկ է նշել, որ Վրաստան չէին մեկնել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։